իշխանությունից ամեն ինչ հնարավոր է, ես օրինակ մտածում եմ, որ վաղն կարող են ինձ բերեն մեղադրանք առաջադրեն, Արցախը հանձնելու կամ իրանք սիրում են տենց պոպուլիստ ձևով Հանրապետություն կուսակցությունը խոսել հոկտեմբերի 27-ից, երբ որ 27-ի դատախազած Ջահանգիրյան Գագիկներ, Սաղոնը իրանց կողքը կանգնած է կամ Քոչարյան Անդոն, որ իրանց կողքը կանգնած է կամ այսօրվա իշխանությունը որ կարող են բացել։ Այսօրվա իշխանությունը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել։ Շախոյան Արտուրի դուխը մարտական էր, առողջական վիճակի հետ կապված որոշակի խնդիր կար, որի ապացույցը հենց շտապօգնությունն էր, հասկանում եք, շտապօգնությունը եկել է այստեղ Արթուր Շախոյանի հետ, փաստաբանները արդեն երկու փաստաբան Շախոյան Արտուրի հետ են, ճիշտ ասած անունները մի չեմ հիշում որ ասեն, երկու ներկայացնելու համար է բաժնում։ Ինչպես Ինչ կարգավիճակ ունի։ Կարգավիճակով է բաժնում։ Արտուրը, ես չունեմ այդ ինֆորմացիան։ ՎԿ է, դժող է, չգիտեմ, ձերբակալված է։ Ես այդ ինֆորմացիան չունեմ կոնկրետ ինչ կարգավիճակում է, փաստաբանները կարծում եմ ճիշտ են իրենք եք խոսեն, ասեն ինչ կարգավիճակ ունի Շախոյան Արտուրը։ Միակ բառը որ կար որ Շախոյան Արտուրի հետ վերջի զրույցում ես խոսել եմ, ասում էր ես անկոտրում եմ մնալու կոռուպցիայի թալանի պայքարում եւ այս ամբողջը շեղում են, որպեսզի այդ կոռուպցիայից ու թալանից մենք շեղվենք։ Ինչի համար նորից եմ կրկնում, էլի, որովհետեւ այդ մանկապարտեզը արդեն պիտի գործեր, այդ ակտերից ես ակտերից չեմ խոսում, ես խոսում եմ մանկապարտեզի վիճակից, ես խոսում եմ այդ ընկերության նախքին այդ կատարած 4 խայտարակ շինարարություններից, խոսում եմ ապագայում 2.5 միլիոն դոլարի չափ փող տալուց, այս մարդիկ ասեն ակտ։ Ապա բնականաբար շեղեն ես մարդիկ, որպեսզի այդ թալան ու կոռուպցիան կոծկեն։ Ինչու հարվածեց, այսքան էմոցիանը ինչ էր կարում։ Ես հատուկ սպասում եմ։ Տեսեք, ես մի քանի որ վստահ է, որ չի պատժել, որովհետև եթե դուք նկատեցիք, նա 2.5 ժամ շարունակ վարում էր նիստը, իհարկե ժամանակ առ ժամանակ զանգ էր ստանում, անհանգստություններ, ոստիկանությունը գնում գալիս էր, բայց նա շարունակեց իր աշխատանքը անվրդով, այսինքն երաշխիք ունի, որ չի ձերբակալել։ Ես պատասխան եմ, քանի որ ես տիրապետում եմ ինչ հանրային Արտուր Դուխը միջևերջներն է Արտուրի։ Ուրեմն շարունակեմ, ես տեսեք ինչա Այն հանրային լսումը, որը որ իրենք կազմակերպել էին, Շախոյան Արտուրեն ստան բակի հանրային լսումներ, իրենք շատ լավ գիտեն, որ Շախոյան Արտուրը հարևանների հետ գալու է մասնակցի, շատ լավ տիրապետում էին եւ իմ գնահատմամբ սա կազմակերպված խմբակային բորենիների հարձակում էր։ Ինչի համար, որովհետեւ Արտուրը այս խնդրի շուրջ միշտ եղել է հետեւողական։ Այսինքն իրենց բակում, ինքը իր սկզբունքայնության արդյունքում մարդ պետք է գիտակցի, որ դու սկզբունքային ես, կարած դու բորենիների կողմից հարձակման ենթարկվես, հասկանում եք։ Ինքը ամբողջությամբ մենակ եկել էր, ներկայացել էր եւ այնտեղ սադրանքը որն է գալիս ասում են դու լավ տղա չես, դու ես չես, այն չես հետևից, արա երկար սրից, հետևից բրթում խփում են մեջքին հետևից ու դա գնահատում են որ սադրանք տարեց Արտուրը, բա լավ թաղապետ իր կաբինետից այտենց վայրակ ձևով ինչի համար եկավ սաղին հերու գնացեք որ ես հարված եմ։ Եվ սա վարկը այդ դրանք են ուզում Եվրոպա գնալ։ Եվրոպական արժե համակարգ է։ Կազմակերպված էր հատուկ։ Իմ գնահատմամբ այո, սա կազմակերպված է։ Թաղապետը սպասում էր այսինքն որ այո, շատ լավ թաղապետը։ Շատ լավ իրենք իմացել են եւ նայեք եկեք անդրադառնանք նաեւ Տիգրան Ավինյանին տեսեք այո գնացի տեղում չէր ասացի որ ես ուզում եմ գալ եւ պատասխան պահանջել ձեր նշանակած վարչական շրջանի ղեկավարից ու իդեպ սաղ մասիվի թաղամասը բողոքում է իրանից, իր կերպարից եւ Տիգրան Ավինյանը մոտ է իբր թե աշխատում, եկել է 70 Հա, իմ ես շարունակեմ Տիգրան Ավինյանը աշխատողներն են իբր թե եկել է 70,000 ես շտրաֆ եմ մոտել Ինչի համար որ քարերը մեկ օրով քարերը ժողովուրդ քանի որ Տիգրան Ավինյանի կողմից ԿՊ-ի կողմից գնահատական չեղավ եւ լինելով իշխող կուսակցություն պարտավոր էին գնահատական հնչեցնել իրենք պարտավոր էին երկրում նմանատիպ արատավոր երևույթները դատապարտել հակառակը իրանց ծիվիկ ու չիվիկին ուղարկում էին որպեսզի ավելի շատ սադրեին ու նորից եմ կրկնում իրանք շատ լավ իմացել են մանդատը վայր դրեց Իսկ այս մարդու համար իրենք երաշխավորագիր ներկայացին, որովհետև կուսակցությունը այդ սպառնալիքների մասին հետոյի հնչեցած կոչը դրեց իր կուսակցության պաշտոնական էջին եւ Ավինյան ասաց դե նյարդայնացել եք պիտի ստանայի։ Ուրեմն եթե մոտիկանանք երեք լրագրողը լավ հարց կարծում եմ տվեց, ասաց եթե նյարդայնում մարդուն վիրավորում են, ձեր հայրն էլ մարդկանց պիտակավորեց, էլի, այդ ամբողջի պատասխանը ոնց եք նայում, հետեւաբար դա տեղին չէր իր կողմից, Վիլենը
ապրելյան ի տարբերություն մնացած ԿՊԱ-ականների, երևի թե բարոյական արժի համակարգ մի փոքր մնացել էր եւ ի տարբերություն մնացած ԿՊԱ-ականների մշակութային գործիչ էր ինքես բարագամ, եթե համատական ես դնում մնացած ԿՊԱ-ականներին։ Ջութակար էր օրինակի համար։ Չէ, ինչի համար եմ ասում, այսինքն այդ մարդը ասեց